Երիտասարդ մասնագետները եւս մեկ քայլով մոտեցան կիբերսպառնալիքները կանխատեսելուն, նույնականացնելուն եւ դրանց արդյունավետ հակազդելուն։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ կիբերանվտանգության մարտահրավերները շատանում են։ AI-ի զարգացումը բերել է նրան, որ արդեն կիբերանվտանգության հարձակումները AI-ի միջոցով են կատարում, ու պետք է պատրաստ լինենք ամեն ինչի ու դիմադրենք։ Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը իրենց տեխնոլոգիական գործընկեր Ucom ընկերության աջակցությամբ կիբերանվտանգության վերաբերյալ 92 ժամանոց դասընթաց են կազմակերպել։ Այսօր դասընթացի մասնակիցներն իրենց վկայականներն են ստանում, դրանք հանձնում է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։ Ucom-ը շատ հավատում է, որ փորձը պետք է գիսել, փորձը պետք է փոխանցել եւ փորձով պետք է պատրաստել համապատասխան մասնակիցների, որտեղ վաղվա օրը իրենցն է պատկանում։ Տեխնոլոգիական դարում թվային անվտանգության մոտեցումներն օր-օրի փոխվում են։ Կիբերանվտանգությունը խիստ կարևոր է դարձել թվային դարի մարտահրավերներին դիմակայելու համար։ Քանի որ հիմա շատ են սայբեր հարձակումները, պետք է հնարավորինս կարողանալ պաշտպանվել հարձակումներից։ Դրա համար պետք են cyber security գիտելիքներ։ Ընդամենը մեկ ամսում ուսանողները հասցրել են ուսումնասիրել կիբերանվտանգության 5 հիմնարար ուղղությունները՝ կիբերսպառնալիքներից մինչև համակարգերի պաշտպանվածության ուժեղացում։ Հայաստանում ֆրանսիական համալսարանում արդեն 3-րդ տարին է, որ կազմակերպում են կիբերանվտանգության վերաբերյալ այս կարճ դասընթացը, որը կարևոր է ոչ միայն մեր ուսանողների, այլև ոլորտի մասնագետների համար։ Որպեսզի հնարավոր լինի հաղթահարել թվային մարտահրավերները, միայն այս դասընթացը բավարար չէ, նկատում են կազմակերպիչները։ Նրանք նպատակ ունեն արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքները հետագայում ավելի խորացնել, հատկապես երիտասարդների շրջանում։ Աննա Գյուրնազարյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։